այժմ տեսնենք ինչպիսի էներգետիկա ունեն կարիչ համաստեղության տակ ծնված մարդիկ։ Շատ դեպքերում էզոտերիկները, պայծառատեսները իրենք տեսնում են, որտեղ որ ծնվում է կարիչ, դա նշանակում է, որ այդ ազգի մեջ կա խնդիրներ, նեգատիվի արկայություն, թուղթուկրերի, անեզկի արկայություն եւ կարիճները գալիս են դա մաքրելու։ Այն կարիճները, ովքեր որ կարողանում են այդ էներգետիկան մաքրել, իրենք հնարավորություն են ունենում զարգանալ, դառնալ լավ մարդ, որակական լավ հատկություններ ունեցող մարդ։ Իսկ այն կարիճները, ովքեր որ չեն կարողանում դա հաղթահարել, իրենք գնում են հակառակ ուղղությամբ, իրենք խնդիրներ են ունենում։ Բոլոր ոլորտներում խնդիրներ են ունենում, ֆինանսական, անձնական, գործնական, իրենք անընդհատ կանգնում են ավերակի առաջ։ Մեր սիրելի կարիճներին տրված է, որ իրենք զբաղվեն մարդկանց լավություն անելով, իրենց ազգի կեղտը մաքրելու, իրենք որ մաքրողներ լինեն, դիեզերքի կողմից ուղարկված մաքրող էակներ, որ մաքրում են, վերացնում են այն նեգատիվը, ինչ որ կա իր ազգի մեջ, իր ընտանիքի մեջ։ Շատ դեպքերում կարող է եւ այդ մաքրման գործողությունը լինի որոշակի ձևով ցավոտ, կոպիտ, բայց իրենք կատարում են իրենց մաքրման գործողությունը, իրենք իրենց ազգը կտրում են այդ նեգատիվից։ Մեր սիրելի կարիճները իրենք այնպիսի էներգետիկա ունեն, որ կարող են զբաղվել բուժման, իրենք դառնան եւ բժիշկներ, եւ հեքիմներ, իրենք զբաղվեն էզոտերիկայով, որ կարողանան իրենց էներգետիկ դաշտով մարդկանց օգնել, մարդկանց հանել իրենց խնդիրներից, իրենց բարդություններից, իրենց նեգատիվ մտածմունքներից։ Մեր սիրելի կարիճները կարող են լինել եւ լավ հոգեբաններ, եւ լավ բիզնեսմեններ, շատ դեպքերում իրենք կարող են լինել նաեւ լավ ղեկավարներ, բայց շատ դեպքերում մեր կարիճները իրենք որ ասում են չորնե կարդինալ, իրենք անմիջապես չեն ղեկավարում, բայց իրենք կանգնած են ղեկավար մարդու հետևից եւ ուղղորդում են տվյալ մարդկանց։ Նման մարդկանց անվանում են, որ իրենք դուրս չեն գալիս հասարակության մեջ, բայց իրենք հասարակության դեմ կանգնած ղեկավարին, նախագահին, նախարարին իրենք ուղղորդում են։ Յուրաքանչյուր մեծ մարդու հետևում կանգնած է նման կարդինալը, որը կարիճ համաստեղության տակ ծնված անձնավորություն։